ցավոք էս մեր գործընթացի մեջ նաև անմասն չի իմ խորին համոզմամբ, անմասն չի նաև Վատիկանը։ Վատիկանը լուր համաձայնությունն է տալիս նաև Հայաստանում տեղի ունեցողի նկատմամբ։ Անգամ Նիկոլ Փաշինյանն երբ Վատիկանում էր, անգամ նույնիսկ որևիցե կերպ ակնարկ չհնչեց, որովհետև կաթոլիկ եկեղեցին մեր համար քույր եկեղեցի է։ Մենք ավելի ճիշտ մենք քույր եկեղեցի ենք կաթոլիկ եկեղեցու համար եւ այս բռնաճնշումները, այս հարձակումները եկեղեցու վրա, այս գրեհի կերպով անգամ որևիցե ազդակ չստացան Վատիկանի կողմից։ Ու այստեղ ի՞նչն է խնդիրը, քանի որ հիմա մենք գտնվում ենք քաղաքակրթական անգամ այս պայքարի մեջ, որի մասին շատ անգամներ եմ խոսել։ Այստեղ գնում է նաև եկեղեցիների հնազանդեցման խնդիր։ Ու այս հնազանդեցումը նաև բնականաբար շատ ուղիղ կերպով վերաբերում է հայ առաքելական եկեղեցուն, եւ սա բազմադարյա խնդիր է։ Կաթոլիկ եկեղեցին մշտապես որպես այդպեսին ուզեցել է հնազանդեցնի հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Ու այս միավորումը նաև յուրատեսակ անգլիկան ու կաթոլիկ եկեղեցին, երբ միավորվում են, կարելի ասել, կամ հաշտեցում է տեղի ունենում, իրենք սրանով ըստ էության մեկ միասնական ճակատ են ձևավորում եւ իրենց նպատակները շատ ավելի խորքային եւ հետեւական կերպով առաջ են տանելու։